Հոկտեմբերի 18-ին նշվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը և օծման 10-ամյակը։ Այդ օրը հայ առաքելական Սուրբ եկեղեցում նշվում է նաև 4 ավետարանիչների՝ Սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերվեց Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքը և տոնական պատարագ մատուցվեց։ Հոկտեմբերի 18-ը նաև Արտաշատ քաղաքի տոնի օրն էր, և քաղաքային վարչության շատ անդամներ էին ներկա եկեղեցում։ Եկեղեցու հիմքերը 2002-ին են դրվել, 2015 թվականին ամենայն հայոց հայրապետն է օծել Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ կառուցված եկեղեցին այս 10 տարիների ընթացքում համայնքի համար դարձել է հարազատ աղոթատեղի և ուխտավայր շատ հավատացյալների համար։ Ցանկացած համայնքում, եթե կա եկեղեցի, ուրեմն կա Աստծո լույսը, մանավանդ գործող եկեղեցի, ուրեմն կա Աստծո լույսը, ուրեմն կա Աստծո ներկայություն, ուրեմն մարդիկ ունեն հնարավորություն աղոթելու և Աստծո կենթանի ներկայությունը ապահովելու իրենց կյանքից ներս, և դա օրհնություն է, դա խաղաղություն է, դա սեր է, դա միասնություն։ Մեր եկեղեցին գտնվում է քաղաքի մուտքի մոտ և շատ հարմար է ժողովրդի այցելության համար։ Այստեղ մարդիկ հավաքվում են ոչ միայն աղոթելու, ոչ միայն ծիսական արարողություններին, ոչ միայն հոգեպես առանձնանալու, այլ նաև զբոսնելու, որովհետև Արտաշատ քաղաքում այս եկեղեցին իր տեղով դիրքով կարելի է ասել յուրահատուկ է։ Սա նաև գեղեցիկ ժամանցի վայր է, լավ իմաստով։ Մարդիկ իրենց ընտանիքներով, երեխաներով գալիս են և ժամանակ են այստեղ անցկացնում, ինչը մեզ շատ ուրախացնում է։ Պատարագիչ քահանան ներկաներին փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ողջույններն ու օրհնությունը։ Տեր հայրն անդրադարձավ 4 ավետարանիչներին, որպես Քրիստոսի կյանքի, մահվան և հարության մասին կարևոր վկայողների։ Հիշեցրեց. ամեն եկեղեցու խորանից հենց ավետարանական խոսքն է սերմանվում քրիստոնյաներին։ Ողջ օրվա ընթացքում հավատացյալները հնարավորություն ունեցան Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքի զորությանը հաղորդ լինելու։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։